Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Երկրում կադրային ճգնաժամ է, Նիկոլ Փաշինյանն է խոստովանել ու պարզաբանել, թե ինչու ենք հայտնվել նման իրավիճակում։ 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրել, նենց է, հիմա կասեն ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, Ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Ալիևն անհիմն է համարել Հայաստանի և արևմտյան որոշ շրջանակների մեղադրանքը, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Գերմանիայի նախագահի հետ ասուլիսում Ալիևն ասել է, որ եթե Բաքուն չուզենար ստորագրել փաստաթուղթը, առաջ կքաշեր այնքան անիրատեսական պայմաններ, որ Երևանը չէր ընդունի դրանք։ Ստացվում է, ըստ բռնապետի, Հայաստանի սահմանադրության փոփոխության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներն անիրատեսական չեն։ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանն այսօր ստիպված է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Özü də o Ermənistan hökumətindən Հայաստանի իշխանությանը եւ նրա հովանավորներին խաղաղության աղավնի դարձնելը միանգամայն սխալ է եւ անհիմն։ Համաձայնեցված տեքստը ցույց է տալիս, որ Հայաստանը ստիպված է ստորագրել այս խաղաղության պայմանագիրը։ Մարդը, որն ասում էր Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, այսօր ասում է Ղարաբաղն Ադրբեջան է։ Կարծում եմ, սա հրաշալի էվոլյուցիոն գործընթաց է եւ մենք ողջունում ենք դա։ Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը ճեպազրույցում մի քանի անգամ է կրկնել այս միտքը։ Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, ընդ որում նախապայմաններ որպես ես այդ հնչեցված մտքերը չեմ դիտարկում եւ կարծում եմ, որ կառավարությունն էլ չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունը այլընտրանք չունի։ Թրամփը առևտրային պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին, Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր։ Միացյալ Նահանգների նոր մաքսատուրքերը չեն շրջանցել նաև Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից ներկրվող ապրանքները։ Նրանց դեպքում 10% աճ է սահմանվել։ Ռուսաստանն ու Բելարուսը նոր մաքսատուրքերի տակ չեն հայտնվել, քանի որ Ամերիկայի պարզաբանմամբ պատժամիջոցների պատճառով նրանց միջև առևտուր չկա։ Թրամփը այնքան է տարվել իր այս գաղափարով, որ մաքսատուրքեր է սահմանել նաև անմարդաբնակ կղզու պինգվինների համար։ Ընդ որում, տարածքը, որտեղ պարբերաբար հայտնվում են միայն գիտնականները, մտնում է Ավստրալիայի կազմի մեջ, որի դեմսակագինը նույնպես կազմել է 10%։ Նա հույս ունի, որ այս կերպ կզարգանա իր երկրի ավտոմոբիլաշինությունը, քանի որ մարդիկ հիմնականում կորեական եւ ճապոնական մեքենաներ էին գնում։ Հույս ունի, որ ամերիկական ավտոմոբիլները կարելի է որոշումով դարձնել մրցունակ։ Իհարկե այդպես չէ, որովհետև ամերիկյան ավտոմոբիլները իրենց ծանրությամբ, իրենց մետաղի, այսպես ասած, պարունակությամբ, իրենց ինովացիոն բազմաթիվ լուծումներով, հարմարավետության հետ կապված, նրանք անընդհատ զիջել են եւ զիջելու են եվրոպական եւ հարավկորեական ճապոնական ավտոմոբիլներ։ Ինչը սա նաեւ տալու, այստեղ կա մի հետաքրքիր նաեւ հարց։ Օրինակ, ինչով ենք առաջին հերթին վարչակարգի ղեկավարը, նախագահը անդրադառնում ավտոմոբիլներին։ Մի մոռացեք, որ վարչակարգի ղեկավարի անմիջական օգնականներից մեկը Տեսլայի, այսպես ասած, հիմնադիրն է, Տեսլայի տերն է եւ Իլոն Մասկի ձեռնարկությունը այս որոշման հետ կապված ահռելի եկամուտներ ունելու, ահռելի
միլիարդավոր, հարյուրավոր միլիարդավոր դոլարներ եկամուտ ունենալու, որովհետև նրա համար ամերիկական շուկան փակ են պահում եւ ամերիկական շուկայում ստեղծվելու է մի իրավիճակ, որ ամերիկացին հնարավորություն չունենալու 25% թանկ ճապոնական կամ հարավկորեական մեքենաների գնել։ Դա համար ես ասում եմ, որ այս ամեն ինչը մի քիչ տապողականություն կա այս ամեն ինչի մեջ, իհարկե տնտեսագետները, որոնց խելքի վրա մենք չենք էլ կասկածում, կան, բայց կա նաեւ անձնական շահագրգռվածություն, որ իր թիմի գլխավոր լոկոմոտիվներից մեկին տալիս է հնարավորություն, որպեսզի նրա ստեղծած կայսրությունը ավտոմոբիլաշինական էլ ավելի զարգանա։ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանման ֆոնին այսպիսի տեսք ունի Էկոնոմիստի նոր շապիկը, վերնագրում գրված է սննկանալու օրը։ Բեյրութում կրակել են հայկական ակումբի ուղղությամբ, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Լիբանանի իրավապահները քննություն են սկսել դեպքի մանրամասները բացահայտելու և հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Լիբանանում երկար ժամանակ հայկական կենտրոնների շուրջ նման դեպքեր չեն եղել, կատարվածը մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հրապարակել Գյումրու ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու Չորնեանո Մականնով Անահիտ Խալաթյանի գործից։ 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշարք նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար։ Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար նրանք խոսել են քողարկված, ընտրողներին անվանելով համադասարանցիներ։ Մեկ դասարանի երեխեքին դերտամ տեսնի այսօր 100,000 Լավ։ Հասկացար, ով դասերի կբացակային։ Վայ, լավ։ Հասկացար։ Ոչ միայն Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում, մի քանի այլ բուժկենտրոններում ևս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Սա Անահիտ Ավանեսյանի խոսքով նորմալ ընթացք է։ Նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս ու մի քանի այլ հարցերի։ Կիսում եք տեսակետը ձեր Որ տեսակետը։ 2026-ին իշխանություն եք կողմել Հայաստանում։ Չէ, չեմ կիսում։ Ինչն է ձեզ վստահ լսում, հատկապես արդյունքները, որոնք, ինչպես դուք եք ասում, գոհացնող չեն, հետևություններ անել պետք է եւ այլն։ Ուրեմն վստահեցնում է այն, որ մեր կառավարությունը իրագործում է տված խոստումները եւ մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ միանշանակ հավակնում է 26 թվականին եւս իշխանության գալ։ Ոստիկանությունը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը, որում պարեկները բռնի ուժով ավտոմեքենայից հանում էին վարորդին փռում ասֆալտին ու բերման ենթարկում։ Պարզվում է նրան բռնել են հայելու համար այն ժամանակ, երբ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում ոստիկանության ծառայողները ապահովելիս են եղել մեքենաների շարասյան անցումը։ Պարզաբանումներից հետո տղամարդն ազատ է արձակվել։ Բռնության ենթարկված վարորդը ABC մեդիայի մեր գործընկերներին ասել է, որ մյուս վարորդների հետ ինքը ևս ազդանշան է տվել, սակայն չի հայոյել։ Դեպքը մարտի 31-ին է եղել ժամը 10-ին, իսկ քաղաքացին շտապելիս է եղել Պապիկի թաղմանը։ Ըստ վարորդի ճանապարհը փակ է եղել մոտ 25 րոպե։ Առ այսօր քաղաքացու ավտոմեքենան չեն վերադարձնում, տուգանային հրապարակում է։ Առաջարկում են միասին թերթել մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է անցած 5 շաբթի օրը ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺԿՊ խմբակցությունը նիստ էր արել։ ԿՊԱ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել խմբակցության փակ նիստի ժամանակ։ Պարզվում է, մի խումբ ԿՊԱ-ականներ բավականին կոպիտ եւ դեմ են արտահայտվել դատախազ Աննա Վարդապետյանի բերած միջնորդությանը, ըստ որի պետք է երկու պատգամավորներին Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկեին անձեռնմխելիությունից։ ԿՊԱ-ականներից դեմ են արտահայտվել պատգամավոր Արսեն Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Կենթունյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանը, որոնք նշել են, որ դատախազի բերած հիմքերը բավականին թույլ են երկու պատգամավորի դեպքում էլ եւ պետք չէ գնալ այդ քայլին։ Պատգամավորները սակայն ստիպված են եղել քվեարկել, քանի որ ըստ մեր տեղեկությունների վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն հրահանգ վերաբերմունք էին ստացել, որ իրենք պետք է այդ երկու պատգամավորներին անպայման զրկեն անձեռնմխելիությունից եւ դատախազ Վարդապետյանին ձեռնունայն չթողնեն։
Ժողովուրդում կարդում ենք, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թևակողում։ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան ընդդեմ գլխավոր դատախազի։ Ըստ մեր տեղեկությունների Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե սուտ է կասում։ Արդյունքում Աղազարյանը վստահ լինելով, որ սուտ չի խոսել, դիմում է դատարան, պահանջելով, որ գլխավոր դատախազը ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։ Հրապարակում կարդում ենք ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ 23 միլիոն դրամ է դուրս գրվել հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ ԲԴԽ-ից փոխանցեցին խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու վերազինելու մասին է։ Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը 2020-ին տուգանվել էր տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից մոտ 21 միլիոն դրամով մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ ՍՊ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը իրացման չհիմնավորված խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների, այդ թվում գների, սահմանման կամ կիրառման, ապրանքների գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով։ Սարսափելի գտածոներ Նյու Մեքսիկայում ԱՄՆ սահմանի մոտ ավելի քան 200 կնոջ դի են գտել։ Նրանք ենթադրաբար միգրանտներ են, որոնք զոհվել են ԱՄՆ ճանապարհին։ Կանայք փորձել են սահմանը հատել ծայրահեղ շոկի պայմաններում եւ առանց ջրի։ Եղանակ ջերմաստիճանը էապես չի փոխվի, տեղումներ չեն սպասվում։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։